Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում, ինչպես գիտեք, մարտի 29-ից ինքնաբուխ այս հավաքից հետո մենք մեր դիրքորոշումն ենք հայտնել, հանդիպումներ ենք ունեցել կառավարության հետ, ցավոք սրտի մինչ օրս դրական պատասխան չի եղել, միայն պատրաստական են եղել սոցիալական բլոկի մասին քննարկումներ ունենալ, մենք Եվս պատրաստական ենք այդ առումով իրենց հետ քննարկումների մեջ մտնելու համար, մինչ այս պահը որևէ ազդակ, որևէ տեղաշարժ չի եղել հավաքական վերադարձի մասին խոսելու համար, գերիների մասով որևէ խոսակցություն չի ծավալվել իրենց մասով եւ միայն այն պատասխանը, որ պատրաստական են եւս մեկ ամիս երկարաձգել 50,000 դրամ աջակցությունը այն նախապայմանով, որ վրանը պետք է հանենք, մենք մեր դիրքորոշումն ենք հայտնել խորհրդի անունից, որ սա այն հարթակն է, որտեղ մեր քաղաքացիների հետ շփվում ենք, լսում ենք իրենց մտահոգությունները, այն կուտակված խնդիրները եւ փորձելու ենք հավաքագրել եւ ներկայացնել կառավարությանը։ Ինչպես գիտեք, մինչև ամսի 15-ը հանրային լայն քննարկումներ են կազմակերպում ինչպես արցախյան, այնպես էլ հայաստանյան քաղաքական ուժերի հետ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, օրը հագեցած է լինում, լսում ենք տարբեր կարծիքներ, հաշվի ենք առնում այդ ամենը եւ վստահ եմ այսօր եւս լինելու են ձեր կողմից առաջարկներ եւ կառուցողական մթնոլորտում կքննարկենք այն բոլոր ծրագրերը, որոնց առաջ մենք կանգնած ենք։ Ես նաև նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք ընդհանրապես նախաձեռնել եք այս գործընթացը։ Ես սա ոչ միայն շարժում է իրավունքի պաշտպանության, այլ բազմաթիվ խնդիրների բարձրաձայնման վերհանման, այն որ Արցախի ճակատագրի, արցախցիների ճակատագրի մասին մեր մտահոգությունը առկա է եւ ամենօրյա բարձրաձայնման առարկա, կարծում եմ ձեզ մոտ երկրորդ կարծիք չկա այդ մասով եւ որևէ մեկն էլ չունի, որովհետեւ դա մեր հավաքական հայրենիքի իրավունքների պաշտպանության, արցախցիների իրավունքների պաշտպանության մասին է։ Եթե խոսում ենք սոցիալական խնդիրներից, իսկ ինչը անտարանջատելի խնդիր է Հայաստանում ձեր արժանապատիվ կենսագործունեությունը ապահովելու, ապա դա մի բաժին է միայն ձեր հավաքական իրավունքի։ Եվ երբ որ ասում եմ ձեր, ոչ թե տարանջատում եմ, այլ ուզում եմ ընդգծել, որ արցախցիների Հայաստանում ապրելու, արժանապատիվ ապրելու պարագայում է միայն Արցախ վերադառնալու իրավունքի պաշտպանությունը, առհասարակ հարցին հետևողականություն տալու հնարավորությունը։ Եվ ինձ համար շատ կարևոր է, որ արցախցիները այն հայրենազուրկ մեր հայրենակիցները մնան Հայաստանում եւ դրա համար ինչ անհրաժեշտ միջոցներ կա, եւ կառավարությունը, իշխանությունը եւ հայ ժողովուրդը բոլորս պիտի հանձնառու լինենք։ Ես գիտեմ ու բազմիցս ձեզ այնցել եմ լսել, թե ինչպես է հայ ժողովուրդը վերաբերվել, ընդունել մեր արցախցի հայրենակիցներին, ինչ բաց սրտով եւ ինչպիսի վերաբերմունքով եւ արհեստածին որևէ հանգամանք չի կարող ընդհանրապես ստվել նետել այս հարազատության վրա։ Սա քննարկման անգամ առարկա չէ, բայց այնինչ մենք տեսնում ենք որպես քաղաքականություն, այս պահին շատ դժվար կացության մեջ է դնում արցախցիներին եւ ինձ համար նաեւ նախկինում Արցախում աշխատած սոցիալ-նախարար շատ պարզ է, թե ինչու պիտի այս խնդիրները չտարանջատվի Արցախ վերադառնալու իրավունքից, ձեր բազմաթիվ իրավունքներից, որոնց մասին որ բարձրաձայնել եք ձեր 12 կետերի միջոցով, որովհետև մենք կեցության հարցը մինչև չլուծվի, մարդիկ կանգնելու են բազմաթիվ սարսափելի խնդիրների առջև, մեկը մյուսից բխող։ Հետևաբար այս աջակցությունը մեր խորին համոզմամբ պիտի շարունակվի այնքան ժամանակ, մինչև արցախցի ընտանիքները չեն ապահովել բնակարաններով, կեցության պայմաններով արժանապատիվ եւ իրենց վայել։ Այդ թվում նաեւ աշխատանքը եւ բոլոր փոխկապակցված են, բայց եթե աշխատանքը գոնես պահին տնտեսական հարաբերությունների նաեւ տիրույթում է, երբ որ գործազրկություն կա, դժվար է Հայաստանում եւ այլն, բնակեցնելու եւ բնակարաններ ստեղծելու հնարավորությունը գոնե պետության հնարավորությունների մեջ է եւ այդ ուղղությամբ աշխատանքներ տանելը լիարժեք մտնում է արցախցիների իրավունքների պաշտպանության տիրույթ եւ հետեւաբար կառավարությունը պարտավոր է այդ պայմանները ապահովել նախքան որևէ կրճատումներ իրականացնել
հասնելու սոցիալական ոլորտի աջակցության։ Սա իմ խորին համոզմունքն է։ Մենք բնական է ծանոթ ենք նաև բնակարանային ծրագրի, որ առաջարկվում է, այնտեղ դրված պայմաններին, որոնք հաճախ անընդունելի են, որոշ դեպքերում էլ ընդունելի են, բայց այնպիսի խոչընդոտների են հանդիպում, որ մինչև այսօր մարդկանց չնչին տոկոսն է օգտվել այդ ծրագրերից։ Հետևաբար պետք է ստեղծվի հանձնաժողով, ընտանիք առ ընտանիք հասկացվի, թե ինչի չի կարողանում այդ ծրագիրը արդյունավետ դառնալ։ Հազար ու մի հանգաման կա տարբեր ընտանիքների պարագայում, այդ չեմ ասում, որ փուլային գործարկում է նախատեսվում, հետևաբար ինչպես է ստացվում ապրիլի 1-ից կրճատվում է, ընդհատվում է սոցիալական աջակցությունը, բայց բնակարանային ծրագիրը փուլային ձևով է ներդրվում, ապա այդ ընթացքում ինչ անեն են մարդիկ։ Այս բոլորը հարցեր են անխոս, որ լուծման ենթակա են քաղաքական կամքի եւ լայն կոնսոլիդացիայի պարագայում եւ որևէ մի խնդիր մեկը մյուսից կրկնում եմ անջատ չէ։ Մենք շատ ուրախ ենք ձեզ հետ այս քննարկումներ ունենալ, նաեւ մեխանիզմներ կառաջարկենք, վերջերս հրապարակումներ եմ տեսել այս խնդիրների լուծմանն անդրադարձող համակարգային լուծում տվող, որը ձեզ մեր զրույցի ընթացքում նաեւ կներկայացնեմ, մեր գործընկերը լավ վերլուծություն է արել եւ մենք պիտի արձանագրենք, որ այս խնդիրները լուծելի են, մնում է ցանկություն, որոշում եւ հետեւողական աշխատանք այս ուղղությամբ ու անզիջում պայքար, որպեսզի ձեր ամբողջ իրավունքները լիարժեքորեն մայր հայրենիքում իրացվեն։ Մի փոքր ավելացնեմ, չկրկնվեմ, իհարկե ցավալի է, որ այսօր նման խնդիրների հետ կապված ենք մենք քննարկում անում, որի լուծումը Հայաստանի իշխանությունները պետք է վաղուց եւ արդեն 1.5 տարի է այն ծավալները, որ տրված է, այդ խոսում է այն մասին, որ այս մարդիկ ընդհանրապես ցանկություն չունեն այս հարցով զբաղվելու եւ նաեւ հնարավորություն չունեն հարցեր լուծելու, որովհետեւ ցավոք արձանագրում ենք մնացած բոլոր ոլորտներում է, որտեղ աղետ է լինում, ինչ-որ ֆորս մաժորային վիճակ է լինում, այս իշխանությունը տապալում է այդ խնդիրները, սկսած Գյումրիից տնակները միջև այսօր մնացել անցած տարի Ալավերդիում, այսինքն այս մարդիկ աղետ լուծելու հետ, մարդիկ մենակ աղետ են ստեղծում, հետեւաբար կա իրական գնահատենք իրավիճակը, որ այս իշխանությունից ինչ-որ մեծ սպասելիքներ ունենալ, առնվազն մենք ընդհանրապես չունենք, այսինքն նաև այն բոլոր կետերը, որ դուք ներկայացրել եք, այդ բոլոր կետերի հետ իհարկե մենք լրիվ համակարծիք ենք եւ մեր քաղաքականությունները ուղղված է դրանց իրականացմանը, բայց այդ դրանց իրականացման, այսպես ասած, իրավական լեզվով շատ ենք օգտագործում, նախապայմանը իշխանության հեռացումն է, բայց մյուս կողմից հասկանում ենք, որ այս սոցիալական խնդիրները չեն կարող սպասել, եթե մնացածի համար պետք է ավելի հստակ, ավելի երկարաժամկետ, ավելի մեծ ռեսուրս դնելով աշխատենք, սոցիալական խնդիրները նաև հետևանք են դառնալու, դրա հետևանքով ամենալուրջ խնդիրը որ կա արտագաղթն է, որովհետև մեր համար ամենամեծ ցավը արցախցիների Հայաստանից հեռանալն է, որը նաև հետագա մյուս խնդիրների համար մեր ռեսուրսը փոքրացնում է, բայց երբ մենք տեսնում ենք այս վերջի շրջանը, որ այս իշխանության հստակ վարքագիծն է, երբ որ կա պահանջատիրություն, կա պայքար, իշխանությունը մի զիջում է, հետևաբար մենք նաև ոչ միայն ողջունում ենք, այլև աջակցում ենք, որ բոլոր նաև բառից օգտվելով լրագրողներին էլ ենք շնորհակալ, որ այս պայքարը պետք է անդադ լուսաբանվի ու ժողովուրդը թող ամեն ձևով պայքարի։ Այդ ձեր նշածն էլ իհարկե ցավալի է, որ ասում են վրանը հանեք 50,000 տանկ, հիմա կարող է նույնիսկ հիմա ունեցե փոխանցել առիթ կլինի, ես եք ասեմ, իրանք թող այդ կառավարության շենքից դուրս գան, մենք իրանց 50,000 դրամ կտանք իրանց ընտանիքների հետ միասին, միջև կյանքի վերջ, ասենք օր առաջ կարող են այդ շենքից դուրս գան, ոչ թե նման ցինիկ վարքագիծ դրսելու է։ Ինչևէ, պետք է փորձել փուլային ձևով ինչքան հնարավոր է խնդիրները նաև հանրության ճնշման միջոցով լուծել, որովհետև գոնե կարճաժամկետ հատվածում մենք կարծում ենք, որ արցախցիների Հայաստանում ապրելը պետք է դառնա գերխնդիր, ապրել նորմալ ու մոռանալ արտագաղթի մասին, այսպես ասած, ու այդ արտագաղթի դեմ առնելու կարևորագույն գործոնը իհարկե կացարանն է, որ մարդը իմանա իր հողում ապրում, այն մնացածի մասով, որ շատ չծանրացնենք, միշտ պատրաստ ենք, հաշվի առնելով նաև փորձը 20 թվականի պատերազմից հետո այդ սոցիալական խնդիրները լուծման հստակ մի սկզբունք կար, հա, յուրաքանչյուր մարդ պետք է ստանա տուն ու միջև տուն ստանալու օրը ստանում է ֆինանսական օգնություն, այդ նաև այս կառավարությանը, այդ ժամանակ Արցախի իշխանության հստակ է դրած, այսինքն որ օրը մարդը տուն է ստանում տարբեր ծրագրերով, միջև այդ պահը ինքը պետք է օգնություն ստանա, որովհետև այդ օգնությունը վերաբերում է այդ մարդու տան վարձի համար, հետևաբար սկզբունքը միշտ պետք է պահպանվի, նաև հիմա, այսինքն քանի դեռ մարդը տուն չի ստացել, այդ օգնությունը պետք է ստանա, որովհետև այդ օգնությունը հստակ գնում է տան վարձի համար, որը էլի իր կացարանի խնդիրն է լուծում։ Շնորհակալ։